Քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտեր է ընդունում։ Այսօր տարածած հաղորդագրությամբ իշխող ուժից ցանկացողներին առաջարկում են նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ինքնաառաջադրվել։ Սա վկայությունն է այն բանի, որ մենք թափանցիկ կուսակցություն ենք եւ առաջնորդվում ենք ժողովրդավարական արժեքներով եւ ես առիթը օգտագործելով կոչ կանեմ մյուս կուսակցություններին հետեւել այս բացառիկ օրինակին։ Ինքնաառաջադրման համար անհրաժեշտ է կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն 1 անդամի երաշխավորություն։ Կուսակցության ղեկավար մարմինը վարչությունը կորոշի, թե դիմողներից ովքեր կանցնեն քասթինգը։ Արսեն Թորոսյանը, որ թե նախկին, թե այս նոր ձևավորված վարչության կազմում է, չի պատրաստվում որևէ մեկի համար երաշխավոր լինել։ Ես ինքս ոչ մեկին չեմ տալու երաշխավորություն, որտեղ ես կարծում եմ, որ հնարավորինս կուսակցական պետք է լինեն մեր ցուցակները, թեև օրենքը նախատեսում է, որ կարող է 30% լինել ոչ կուսակցական, եւ մենք հիմա էլ ունենք կուսակցական, ոչ կուսակցական կամ այլ կուսակցությունների ունեցել ենք այլ կուսակցությունների անդամ պատգամավորներ։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է վճարեն նաև առաջադրման համար։ Կուսակցականները 500,000 դրամ, ոչ կուսակցականները 1.5 միլիոն։ Մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձից ստացած եկամուտների 3%-ը վճարում են կուսակցության բյուջե եւ այնպես է ստացվում, որ ոչ կուսակցականները դա չեն անում, որը 5 տարվա ընթացքում մոտավորապես 1 միլիոն դրամ է կազմում եւ ըստ էության դրանով փոխհատուցում են իրենց ծանրաբեռնվածությունը շատ լինի ԿՊԱ-ականների վրա։ Չէ, պարզապես ուզում ենք արդարություն լինի, որ ասենք ոչ կուսակցական պատգամավորը նույնպես մասնակցի կուսակցության, քանի որ ընտրվում է կուսակցական ցուցակով, նաև նույնպես մասնակցի կուսակցության ծախսերի ապահովմանը։ Եթե անգամ այս վճարումները արվեն եւ տեխնացուները գրանցվեն, սա դեռ չի նշանակում, որ նրանք կհայտնվեն ՔՊ նախընտրական ցուցակում։ Այս հարցում էլ որոշիչ չեն կուսակցության համաժողովում պատվիրակների ձայները։ Առնվազն 3 տասնյակը քվեարկությամբ կձևավորվի, ցուցակի առաջին համարն էլ կլինի վարչապետի տեխնացուն։ Իմ վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանը, բայց ես մի պատվիրակ եմ, դա էլ է որոշվելու համաժողովով եւ առաջի համարը ցուցակի օրենքով է նաեւ վարչապետի տեխնացուն։ Նախորդ 2 համապետական ընտրություններում մեծամասնության քվե ստացած քաղաքացիական պայմանագրում վստահ են 2026-ին էլ նույնը կլինի։ Արսեն Թորոսյանը պնդում է, խաղաղություն են հաստատել, հենց դրա համար էլ կհաղթեն։ Մենք մեր կատարած աշխատանքով եւ մեր ծրագրով եւ մեր տեսլականներով իրական Հայաստանի խաղաղության այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրությունները։ 2021-ի խորհրդարանական ընտրություններից մոտ 1 տարի անց ադրբեջանական զորքը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Պաշտոնական տվյալներով օկուպացված է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մինչ այժմ հստակ չէ, թե երբ ադրբեջանական զորքը դուրս կգա Ջերմուկի եւ գրավյալ մյուս տարածքներից։ Իշխող ուժի առանցքային անդամ Արսեն Թորոսյանը այս հարցում իշխանության մեղավորությունը չի տեսնում։ Տարածքային կորուստներն էլ Քային կորուստներ չենք ունեցել։ Այսինքն Ջերմուկի օկուպացված տարածքները Հա, այսինքն ինչ կապ ունի, թե հարձակվել են մեր վրա ու տարածքներ են օկուպացրել, դա իմ մեղքն է, որ մենք տարածքներ Չէ, իշխանության մեղքը չի, իշխանության մեղքը չի, դա մեր պետության վրա եղած հարձակում է եղել, որին մենք դիմադրել ենք եւ բազմաթիվ հարյուրավոր մեր զինծառայողներ մահացել են դրա համար եւ դա պարզապես անպատվաբեր է այդպիսի արտահայտություններ անելը։ ՔՊԱ-ական պաշտոնյան եզրափակեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանազատումից հետո կվերականգնվի։ Ադրբեջանից հրապարակային երբևէ չեն ընդունել, որ հայկական տարածքներ են օկուպացված պահում։